Բերեք նախ ներհայաստանյան մթնոլորտը շոշափենք։ Տհաճ մթնոլորտը։ Տհաճ է, հա։ Բայց ամեն դեպքում նախընտրական պայքարի մեկնարկը տրված է, եթե դատենք վերջին օրերի շարժով, թե դրանք նախավարժանքներ են։ Եւ բնավ հուսադրող մեկնարկ չէ, ես կարծում եմ։ Այո, իհարկե տրված է, որովհետեւ 26 թվականի ընտրություններից առաջ Փաշինյանին պետք է որ ինքը ինչ-որ մեկին մերժի նորից։ Նրա ամբողջ քաղաքականությունը եւ այսպես ասած քաղաքական տեխնոլոգիաները միշտ հենված են եղել ինչ-որ մեկին մերժելու, նեգատիվ ֆոն ստեղծելու, հա, եւ այդ նեգատիվ ֆոնի վրա նորից իշխանության գալու։ Հիմա այդ առումով 2021 թվականի 2018-ին Սերժ Սարգսյանն էր, 21-ին Ռոբերտ Քոչարյանն էր, հիմա եկեղեցին է։ Կաթողիկոսն է։ Այսինքն իշխանությունն է ընտրել թիրախը, թե միանշանակ իշխանությունն է ընտրել եւ դրա համար կան ներքին պատճառներ, ներքին պատճառներից մեկը այդ քաղաքական տեխնոլոգիաներն են եւ իշխանության վերընտրման նպատակն է, փորձելով այդ տեխնոլոգիաներով հնարավորինս կոնսոլիդացնել այն մարդկանց, ովքեր եկեղեցին եւս դասում են նախկինների շարքին եւ ուզում են լուծել, այսպես ասած, եկեղեցու հարցերը։ Եվ դա արտաքին քաղաքական կողմն է, որը շատ ներդաշնակ է թուրք-ադրբեջանական օրակարգերի հետ, առայն որ ազգային Հայ առաքելական եկեղեցին որպես միջազգային ազդեցիկ դերակատար այդ իմաստով վտանգ է ներկայացնում եւ գլխացավանք է թե թուրքերի եւ թե ադրբեջանցիների համար, որտեղ Հայ առաքելական եկեղեցին միշտ ազգային օրակարգերի շուրջ փորձում է ինչ-որ ակտիվություն ցուցաբերել։ Հասկանալի է, այսինքն եկեղեցին խելոք իր կյանքով ապրում էր, որոշեցին ընդհատել այդ կյանքը։ Եկեղեցին իր կյանքով վաղուց չի ապրում խելոք, որովհետև Հայաստանում ես կարծում եմ 2020 թվականից հետո ոչ մեկ իր կյանքով չի ապրում, որովհետև խնդիրները այնքան շատ են, որ բոլորի ուղեղում Հայաստանի ներքին վիճակը ինչ որ տեղ ունի, այդ թվում նաև եկեղեցու։ Իհարկե սա նաև վրեժխնդրություն է եկեղեցու նկատմամբ, առայն որ եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես Բագրատ Սրբազանը փորձ արեց քաղաքական հայտ ներկայացնել, եկեղեցին ինչ որ կոշտ հայտարարություններ է անում վերջին տարիներին եւ արդարացված է անում։ Քաղաքական հայտարարություններ։ Քաղաքական մենք այո դրանք կարող ենք անվանել քաղաքական, այո, որովհետև դրանք քննադատություններ են ուղղված իշխանությանը քաղաքական օրակարգի մասով։ Եվ եկեղեցու շատ կատարուն հայտնի իհարկե ունի, որովհետև այդ քաղաքականը արդեն գալիս է իշխանությունը պատասխանելու իրավասությունը չունի։ Այսպես այսպեսի պատասխանատուն մենք չենք, այսպեսի պատասխանատուն։ Տեսեք, սա ոչ թե պատասխան է, այլ սա բացում է մի մեծ Պանդորայի արկղ երկրում, մտնելու մարդկանց անձնական կյանք։ Այնինչ տեղի ունենում եկեղեցում, դա եկեղեցու ներսի քննարկման հարցն է։ Բայց երբ որ իշխանությունը վարում է մի քաղաքականություն, որը արդեն գալիս է ու հանգում է ազգայինին, տեսեք, իշխանությունը վերջին տարիներին փորձում է անել մշակութային արժեհամակարգային փոփոխություն, հեղափոխություն Հայաստանում։ Եվ այդ հեղափոխությունը, այս իրական Հայաստան գաղափարը, որ ներդրել են, դա դրա մասին է, եւ այդ հեղափոխությունը պետք է մերժի ազգային բոլոր ինստիտուտները, ազգային այն արժեհամակարգերը, որի վրա հենված է Հայաստանը անկախացումից ի վեր։ Այս կրթվելը նորաձև է շարժման իմաստը նաև դա է, մարդկանց ուղեղը լվացել եւ փորձել ջարդել փշրել այն արժեհամակարգերը, որոնք կան։ Շատերը այդպես չեն մտածում, չեմ վիճում ես, բայց ինձ հետաքրքրում է ընտրական մթնոլորտը։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը միմյանց հետ շատ փոխկապակցված է։ Փոխկապակցված են, բայց գոնե երևում է ուղղությունը։ Մեր քաղաքական կյանք Հայաստանի ներսում ինչ ուղղությամբ է գնալու։ Ուղղությունը գնում է դեպի նախընտրական դերակատարներ, ուղղություն։ Դերակատարները այս պահին Նիկոլ Փաշինյանն է, նորից նույն դերակատարներն են, ինչ 21 թվականին, Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ բոլոր նրանք են, ում փորձում է Նիկոլ Փաշինյանը սադրել եւ փորձում է նրանց հետ կռիվ անելով, հա, ցցվել որպես այդ կռվում հաղթող։ Այսինքն ամեն ինչ նույնն է, ինչ որ դեռևս նույնն է, այո, դեռևս նույնն է, բայց ես պետք է ասեմ, որ
իմ կարծիքով փողոցում շատ քվեներ կան թափված։ Հա։ Շատ մեծ, այո, կան շատ չկողմնորոշված մարդիկ, ում չկողմնորոշվածությունը օրեցօր ավելի է սրվում իշխանության այս պահելաձևի արդյունքում եւ այդ քվեները ինչ որ մեկը պետք է հավաքի։ Այսինքն այդ մենք 2021 թվականին նախին է, ներկա է, այո, նոր է, հին է, կապ չունի։ 2021 թվականին մենք այս պատկերը դեռ չունենք, որտեղ հասարակությունը երկու շոկ էր ապրում, առաջի շոկը դա պատերազմն էր, հետպատերազմյան շոկն էր, երկրորդ շոկը դա նախկինների հետ գալն էր։ Բայց հիմա այդ երկու շոկն էլ իրականում չկա, որտեղ մարդիկ 21-ին հասկացան, որ նախկինների հետ գալը դա ավելի շատ միֆականացված է, քան իրենք ռեսուրս ունեն։ Դրա համար այս երկու շոկերը չկան։ Ու կան շատ մեծ թվով չկողմնորոշված քվեներ, մարդիկ, ընտրողներ, որոնց վրա լավ աշխատելու արդյունքում մենք կարող ենք դե լավ բան եք ասում, պատկեր, այո։ Ընտրական պայքարը հենց դրա համար է։ Հիմա ամբողջ ասածը ինչ սա է, մեթոդով են պայքարում, հա, թող որոշեն իրենք, բայց եթե կա այդպիսի պրոգնոզ, դա ված չէ։ Մի ուրիշ ավելի կարևոր հարց։ Դրսից կխանգարեն, թե չէ, հակառակը կօգնեն։ Ես կարծում եմ, որ դրսից ոչ խանգարելու են, ոչ էլ օգնելու են, եթե նկատի ունեք Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, հա։ Այնքան կան մի որ ասում։ Գիտեք, մարդիկ կան, ովքեր ուռճացնելու են այս թեման, ռուսական շրջանակները, ռուսամետ շրջանակները ասելու են, որ օրինակ Մոսկվան մեր թիկունքին է, որպեսզի փորձեն այն ընտրողների ձայները շահել, ովքեր դեռ շարունակում են համակրել Ռուսաստանին եւ հույս դնել Ռուսաստանի վրա, եւ իհարկե լինելու է ավելի մեծ բազմություն, ովքեր շահարկելու են արևմուտքի թեման եւ ասելու են արևմուտքը մեր մեջքին է, եւ մենք այս ընտրություններում կարող ենք շանս ունենալ, բայց երկու դեպքում էլ երկու կողմերն էլ մարդկանց խաբելու են, որովհետեւ ես չեմ կարծում, որ առարկայական օգնություն լինելու է։ Այսինքն այս ընտրություններում չխաբող չի լինելու։ Հա։ Ընտրություններում միշտ էլ ընտրությունները այնպեսի ֆոն են, դաշտ են ստեղծում, որ այո, ասում են երբեք այնպես չեն խաբում, ինչպես ընտրություններից առաջ եւ որսից հետո, այդպեսի։ Հիմա Երևանում է Պետդումայի պատվիրակությունը Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ այսօր։ Ինչ-որ բան է պատահել եկել են, թե… Չեմ կարծում, պարզապես վերջին ամիսներին իշխանությունը փորձում է սիրաշահել Մոսկվային։ Լուրջ։ Այո։ Դրա համար Փաշինյանը մայիսին գնաց Մոսկվա, թեկուզ եւ գլխիկ օր, հա, շատ ամոթալի կեցվածքով, այսպես կարող եմ ասել։ Դա խեղճացած, ցուրտ էր Մոսկվայում։ Մեկուսացված, դա պարզապես զգացվում էր, էլի։ Ինչևէ դա միակ մեղավորը ինքն է, որովհետև իմպուլսիվ վարքագծի պատճառով մաշել է վստահության բոլոր պարամետրերը միջազգային դերակատարների հետ։ Մոսկվայի։ Ոչ միայն Մոսկվայի, այլև դուք կարծում եք Բրյուսելում կամ Վաշինգտոնում են վստահում Փաշինյանին։ Իհարկե ոչ։ Ես չունեմ այդպեսի չվստահելու տեղեկություն չունեմ, դուք ունեք։ Ես կարծում եմ, որ չեն վստահում, որովհետև այդպիսի իմպուլսիվ մարդ, որը չի մտածում ինչ է ասում, ինչ է խոսում, եւ իր գործողությունները հաշվարկված չեն։ Եվրոպական կառույցների աշխատանքը Հայաստանի հետ հակառակի մասին է վկայում։ Վերջին թարմօրինակը ֆրանսիական հիպոթոսության բացումն է, որը բավականին իրենք կարող են, այո, իրենք կարող են աշխատել իշխանության հետ, իրենք կարող են գրգռել իշխանության հակառուսական տրամադրությունները, իրենք կարող են այստեղ իրենց համար աշխատանքի, ակտիվության եւ ազդեցության դաշտ ստեղծել, բայց դա չի նշանակում, որ իրենք վստահում են Նիկոլ Փաշինյանին։ Իրենք օգտվում են պարզապես Նիկոլ Փաշինյանից, այդքան մի բան։ Եվ բոլորը կարող են օգտվել, եթե դու սեփական ոչ ծրագիր, ոչ էլ օրակարգ ունես։ Մատվիենկոն Երևանում է, իսկ Մոսկվայից դժգոհություն է հնչում, մի քիչ առաջ հանդիպեց այս Զաթոլինի հայտարարությունը, որ Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ի անդամավճարը։ Իսկ ինչու պետք է վճարի սառեցված հարաբերության անդամավճարը։ Իսկ ինչու դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Եթե դուրս չի գալիս, պիտի վճարի։ Այո, անդամը պիտի վճարի։ Մեր փողերը այդքան շատ են, որ ամենտեղ կա վճար։ Պարտավորություն է, եթե դու կարծում ես, որ այդ կառույցը այլևս քեզ համար չի կարող հարց լուծել, դու պետք է դուրս գաս։ Դե կառույցը ինքը ապացուցեց, որ ինքը հարց լուծող չի։ Դե դու շարունակում ես իրավականորեն լինել անդամ ու համարվել անդամ։
Եթե համարվում ես, ուրեմն պետք է կատարես պարտավորություններդ։ Եթե չես ուզում ոչ օգտվել հապկի օրակարգից, ոչ հարթակից, ոչ միջոցառման։ Դե ուրեմն ես կարծում եմ, որ վաղուց մենք պետք է հապկից դուրս գանք, ինչու դուրս չեն գալիս։ Թող դուրս գան։ Բայց իհարկե դուրս չեն գալու եւ Զատուլինի հայտարարությունն էլ կարծում եմ պատահական չէ, դա այնտեղից մեսիջ է, որ այստեղ այդ հարցը պետք է քննարկվի։ Հապկում մնալու եւ չմնալու հարցը։